Թրամփը Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է, Իրանը համաձայնել է հրաժարվել իր միջուկային զենքից։ Ամերիկացի առաջնորդը պնդել է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը շատ լավ բանակցություններ են վարել եւ երկու կողմերի միջև համաձայնության հավանականությունը բարձր է։ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, նրանք համաձայնել են դրան, ասել է քաղաքական գործիչը։ Էմանուել Մակրոնը հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ հեռախոսազրույցի մասին, նշել, որ զրույցի ընթացքում լուրջ մտահոգություն է հայտնել տարածաշրջանում աճող լարվածության վերաբերյալ եւ դատապարտել Արաբական Միացյալ Էմիրություններում քաղաքացիական ենթակառուցվածքների, ինչպես նաեւ մի քանի նավերի վրա հարձակումները։ Բոլոր կողմերը պետք է առանց ուշացման կամ նախապայմանի վերացնեն Հորմուզի նեղուցի շրջափակումը, ընդգծել է Մակրոնը։ Ռուսաստանի կողմից հյուսիսային ռազմական շրջանում հայտարարված հրադադարը ուժի մեջ կմտնի մայիսի 8-ին եւ 9-ին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Պեսկովի հայտարարությունն է։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է իր հանդիպման մասին Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ։ Իրանի նախագահը խոսել է այդ հանդիպման ընթացքում տիրող մթնոլորտի, ինչպես նաեւ իր անձնական, բարոյական եւ կառավարչական որակների մասին, ասվում է նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ Մոտ 1600 լցանավ եւ այլ նավեր արգելափակված են Հորմուզի նեղուցում։